Վաղանյան երեկվա ձեր կողմից, ձեր խմբակցության կողմից նիստին չմասնակցելը շարժման առարկա դարձավ, ասում են, որ խմբակցությունը վախեցել է մասնակցել նիստին վեճից հետո, նաև Վահագն Ալեքսանյանն ասում էր, որ Լևոն Քոչարյանը սարսափում է գալ խորհրդարան, ինչու նման որոշում կայացրեցիք եւ շարժման առիթ տվեցիք եւ բացի այդ քիչ առաջ Բաբկեն Թունյանն ասում էր, որ 4 տարվա ընթացքում 1.5 միլիարդ դրամ եք ստացել աշխատավարձ եւ որն է այդ արդյունավետությունը, ինչու հաշվետվություն չի ներկայացվում։ Նաեւ այս հանգամանքին անդրադառնալով։ Նիստին չմասնակցելը մեր որոշումն է, բայց դրա հիմքում այն չէ, որ մենք վախեցել ենք, նույնիսկ հարց ու պատասխանի ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը սադրեց իրականությունը, եւ ես տեղից պատասխանեցի, որ դուք պետք է առաջին հերթին հայտնվեք ԱԱԾ պատվալներում, որից հետո ես նաեւ դիմեցի Ալեն Սիմոնյանին, որպեսզի խոսափողը ինձ տրամադրի ներկա իրավիճակը գնահատելու համար, քանի որ խոսափողը ինքը չտրամադրեց առանց վախենալու, ես ինքս մենակ մոտեցա եւ Նիկոլ Փաշինյանին ասացի այն, ինչ որ ցանկանում է ասել, որ ինքն է սադրել այդ իրականությունը, այնպես որ թող որևիցե մեկը այստեղ ազգային ժողովում ելնելով իրենց այդ քանակությունից ինչ որ տղայական վիճակ, տղայական տրամադրություն չստեղծի, ոչ ոք չի վախենում։ Ինչ վերաբերում է մեր գործունեությանը, մենք ազգային ժողովում եւ ազգային ժողովից դուրս աշխատել ենք այս տարիների ընթացքում բավականին մեծ քանակությամբ նախաձեռնություններ են եղել, մանավանդ վերաբերող անվտանգության, Արցախի հարցով նրանք մերժել են